Բարև ձեզ, Օրագիր Նյուզի եթերում օրակարգն է, իմ հյուրն այսօր քաղաքագետ Հայկ Խալացյանն է։ Բարև ձեզ, պարոն Խալացյան, շնորհակալ եմ, որ այստեղ եք։ Պարոն Խալացյան, օրերս հայտնի դարձավ, որ հայկական կողմի նախաձեռնությամբ տեղի ունեցել Նիկոլ Փաշինյանի եւ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը, նշվեց նաեւ, որ կողմերը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել։ Ձեր գնահատմամբ ինչ է սա նշանակում, արդյոք այս ռևերանսներով հայկական կողմը փորձում է Նիկոլ Փաշինյանի վերընտրության հարցում ռուսական կողմի չեզոքությունը ապահովել կամ աջակցությունը, եւ որքանով դա կստացվի ամենակարևորը։ Դա անկասկած Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդունեցնել առաջ ցույց տալ ռուսական կողմին, որ այն հակառուսական ռետորաբանությունը, նույնիսկ կոնկրետ քայլերը դա այդքան էլ լուրջ չեն, դա ընդունությունով է պայմանավորված, փորձում է, ինչպես դուք ասացիք, չեզոքություն ապահովել։ Մենք հիշում ենք նմանատիպ քայլեր նաև 2021 թվականին էին ընդունություններից առաջ։ Այն ժամանակ ասում էին ամենառուսամետ իշխանությունն են իրենք Հայաստանի պատմության։ Չնայած այնտեղ, գիտեք ինչ, պարադոքս կար, երբ որ դա առաջ էին տանում, ասում իսկ ոնց է ստացվում, որ ամեն այսպես պրոռուսական իշխանությունը իշքան Հայաստանում գործող արևմտյան լրատվամիջոցներ կան, արևմտյան ֆինանսավորմամբ ՀԿ-ներ, կուսակցություններ եւ այլն, բոլորը աջակցում են, հասկանալի է։ Դա մեր խնդիրը նրանում է, որ ռուսական կողմը մի կողմից այդքան էլ սանկցիոն չունի, այսպես կենտրոնանալ Հայաստանի վրա, բայց մյուս կողմից էլ հասկանալի է, որ 21 թվականից հետո Նիկոլ Փաշինյանը շատ ակնառու ցույց տվեց, թե ինչ արժեք ունեն նրա այդ հայտարարությունները, քայլերը, խոսքերը, եւ դա մը չեմ կարծում, որ դա այսպես կփոխի Ռուսաստանի մոտեցումը, այլ հաց, որ Ռուսաստանը, որը զբաղված Ուկրաինայի պատերազմով, մենք տեսնում ենք մեր տարածաշրջանում ինչ զարգացումներ, նույն Իրանի հետ կապված եւ այլն, ռուս-ամերիկյան բանակցություններ կարող է սանկցիոն չունենալ, այսպես ավելի ակտիվ ներգրավել Հայաստանի գործերի մեջ կամ Հայաստանով կամ տարածաշրջանով, տեսնենք, բայց այն, որ վստահությունը դեպի Հայաստանի իշխանությունները կորել է եւ դժվար թե այդ վստահությունը այդ զանգով կամ հանդիպումով բանակցությունով վերականգնվի, դա անկասկած։ Ռետորաբանության մեղմացմամբ, իսկ ընդհանուր առմամբ պարոն Խալացյան, ինչ եք կարծում, ռուսական կողմը կհավատա, այսպես ասած, Հայաստանի իշխանությունների արդյունքներին եւ հերթական անգամ աջակցի վերջիններից վերընտրությանը, քանի որ 21 թվականի պարագայում շատ է Հայաստանում հնչում են տեսակետը, որ հենց Ռուսաստանի աջակցությամբ կամ առնվազն չեզոքությամբ Նիկոլ Փաշինյանին հաջողվեց վերարտադրել իր իշխանությունը։ Այդ Ռուսաստանի չեզոքությունը իհարկե շատ մեծ դեր խաղաց, բայց կրկին եմ գալիս ենք դրան, այդ 21 թվականից հետո այդ չեզոքությունը ինչ արժեցավ Ռուսաստանին, ինչպես Հայաստանի իշխանությունները կատարեցին իրենց վերաբերած պարտավորությունը, երակոմ հայտարարությունը եւ այլն։ Մենք տեսնում ենք նույն հապկի հետ կապված, իհարկե հայկական այնպես չէ, որ ռուսական կողմը սխալներ թույլ չի տվել դրանից հետո եւ այլն, բայց մենք տեսնում ենք, որ Հայաստանը հստակ ճանապարհ է բերցել այսպես աշխարհական ռևերս կատարելու։ Տեսեք նույն ԵՄ-ի հետ կապված, եթե մենք նայում ենք վերլուծում ենք Ռուսաստանից հնչող հայտարարությունները, նաև պետք է հասկանանք, որ Ռուսաստանի մոտեցումն է փոխվել դեպի ԵՄ, եթե նախկինում ԵՄ-ն դիտարկվում էր որպես տնտեսական միություն, նույնիսկ մրցակից տնտեսական միություն, բայց տնտեսական մի որոշ նաև քաղաքական ֆունկցիաներով, ապա նույն ԵՄ-ն այժմ ուկրաինական պատերազմի ֆոնին փորձում է զարգացնել ռազմական կոմպոնենտը կազմակերպության, նաև հաշվի առնելով ԱՄՆ եւ իր եվրոպական դաշնակիցների միջև այդ խնդիրները Տրամպի հետ պայմանավորված եւ նույնիսկ եվրոպական բարձրացիչյան պաշտոններ տարբեր եվրոպական երկրների նույնիսկ հստակ ասում են, թե երբ են նրանք պատրաստվում պատերազմի Ռուսաստանի հետ։ Հիմա այս պայմաններում, եթե նախկինում օրինակ Հայաստանի փորձը եվրոինտեգրացիայի կարող է այսպես դժգոհությամբ դիտարկվել, բայց դա ասել լավ, հիմա տնտեսական միությունը հիմա փորձում են։ Հիմա հստակ թշնամու ընկալում կա եվրոպական նկատմամբ։ Այո, մոտեցումը այն է, որ դուք պատրաստվում եք ավելի սերտ համագործակցել, անդամ դառնալ նույնիսկ մի կազմակերպություն, որ հստակ ասում է, որ պատրաստվում է մեր հետ պատերազմի։ Դա էլ է արդեն փոխում շատ բաներ այդ Երևանի եւ Մոսկվայի հարաբերությունները։ Դա շատ բարդ ժամանակահատված է, տեսնենք, հիմա տեսեք, նույնիսկ եթե ընդունենք տեղ ունենա Նիկոլ Փաշինյանի այցը Մոսկվա, որոշ հայտարարություններ, այսպես Սիրուն եւ այլն, որ մեր դա գործընկերն է, դաշնակից բառը իհարկե ոչ չէ, խուսափում են գործընկերն է։ Մայիսին Հայաստանում տեղի ունենալու եվրոպական այդ գագաթնաժողովը։ Բոլոր այդ գագաթնաժողովները առանձնացել են ինչ տեղի ունեցել, այսպես հստակ հակառուսական ռետորաբանությամբ, հայտարարությամբ։ Այդ ձևաչափն ռուս-ուկրաինական պատերազմից հետո ստեղծվեց ընդդեմ Ռուսաստանի մեծ հաշվով։ Ինչ Հայաստանի համար բացառություն է արվելու։ Ոչ, նույնիսկ հիշենք Արարատ Միրզոյանի այցը Բրյուսել, երբ որ նա չի խոսել նրա մասին, որ փակ դռների հետևը խնդրել են եվրոպացի գործընկերներին աջակցություն իբր Ռուսաստանի հիբրիդային այդ հարձակումների դեմ,
բայց նույն եվրոկայական լսականներից եւ ասես դե Հայաստանի իշխանությունը փակ դռների հետևում մեզ խնդրել են այսպիսի հիբրիդային հարձակումների դեմ։ Դա էլ է ցույց տալիս հասկանալ, դա էլ է հասկանում, որ չի դա այն արդյունքը, որ անկկալում են Հայաստանի իշխանությունները։ Բայց նաև չեն ասում, թե հիբրիդային պատերազմը ով է վարում։ Իհարկե իրենց խոսափողները ամեն գնով դա բացահայտացնում են, բայց իրենք խուսափում են եւ հիշում եմ անգամ երբ Սերգեյ Լավրովը Ալեն Սիմոնյանին առարկայական հարց ուղեց, վերջինս էլի չտվեց այս անոնց, սա ինչ խաղ է, սա ինչ հասկանանք այստեղ։ Դե հենց դա գիտեք ինչ փորձ է, որ դե մենք այսպես քաղաքավարի ասեմ, փորձ է խուսափել այդ պատասխանատվությունից խոսքով, ասել դե մենք չենք ասել, հիմա լրատվամիջոցները այդպես է մեկնվում, բայց բոլորի համար հասկանալի է, թե ում են պատկանում այդ լրատվամիջոցները եւ ինչ է փոխում համոզել այո հայ հասարակությանը։ Եվ պարոն Խալացյան, նույն ընտրությունների համատեքստում որոշակի շրջանակներ մեր հանրությանը հրամցնում են այն թեզը, որ Ռուսաստանը Հայաստանում իշխանություն փոխելու խնդիր ունի ամեն գնով, նշում են, այսպես ասած 80,000 ընտրող բերելու եւ այստեղ այդ ճանապարհով էլեկտորալ պատկերը փոխելու մասին։ Սա որքանով է իրատեսական, արդյոք Մոսկվան, եթե իսկապես նման խնդիր ունենար, այս ճանապարհով դա կլուծեր։ Դե հիմա տեսեք, ես Մոսկվայից եմ եկել, իմ մոտ շատ ծանոթներ կա, որոնք ապահովված մարդիկ են, այնպես չէ, որ իրենց պետք է մեկը բերի, բայց մարդիկ տեսնելով թե ինչ է կատարվում, ինչ է նժարի վրա դրված Հայաստանի հայ ժողովրդի ապագան, մամատայս ընտրություններով, դա անձնական զրույցներում ասում, որ պատրաստում են գալ քվեարկել, բայց դա 80,000 կլինի, կասկածում եմ, դա մի քանի հազար մարդ կարող լինի, ես դժվար եմ պատկերացնում, թե ոնց կարելի է այդ ծավալների մարդկանց բերել, ամեն մեկին էլ 100,000 ռուբլի, շատ խոշոր գումար, դրա մի մասով ավելի արդյունավետ է հնարավոր այդ հարցը լուծել։ Դա մոտ, հիմա տեսեք, եթե նույնիսկ այլ կերպ մոտիկանանք հացին, եթե Ռուսաստանը ուզենա Հայաստանում իշխանափոխության հասնել, նա ունի այլ լծակներ շատ ավելի լուրջ, ազդելու Հայաստանում ներքին իրավիճակի վրա, տեսեք, վերցնենք տնտեսության վիճակը կախվածությունը Ռուսաստանից, չնայած դա էլ է մեր իշխանությունների պարադոքսներից մեկը, որոնք ինչ հայտարարում են, վերջում դրա հակառակն է ստացվում, փորձում են Ռուսաստանից հեռանալ, քաղաքական ավելի են խորացնում կախվածություն, նույնիսկ իրենց կողմից այն նախկին իշխանությունում մեղադրում են պրոռուսական լինելու ժամանակ, այն ժամանակ Հայաստանի տնտեսությունը ավելի շատ անգամ ավելի դիվերսիֆիկացված էր եւ այդ կան կախվածություն չուներ Ռուսաստանից, ինչ այս իշխանությունների օրոք։ Եվ դա էլ է մեր ընտրողները պետք է հասկանան, որ այս քաղաքականությունը Նիկոլ Փաշինյանի նույնիսկ եթե այս բանը Ռուսաստանը չմիջամտի, բերելու են լուրջ խնդիրներ Ռուսաստանի հետ եւ ազդելու արդեն սոցիալ-տնտեսական վիճակի վրա Հայաստան։ Ռուսական կողմը արդեն հստակ, եթե մենք տեսնում ենք, թե ինչ հայտարարություն անում Լավրովը, հատկապես Օվերչուկը, փոխվարչապետ, որը զբաղվում է Հայաստանով եւ եվրասիական այդ կառույցներով, այնտեղ հստակ նույնիսկ թվեր են նշում, թե ինչ կարող է արժանալ եւ նաեւ նշում են, որ մենք չենք գնալու այդ քայլերի, բայց եվրոպացիներն են ձեզ պարտադրելու հարաբերություններ խզել մեր հետ։ Դրա վառ օրինակն է Հարևան Վրաստանը, հենց խնդիրների պատճառը գլխավոր, ինչու այս ճգնաժամը հիմա Վրաստանի եւ ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, որտեղ Վրաստանը հրաժարվեց գնալ այնպիսի քայլերի տնտեսության ոլորտում, որոնք մահացու կլինեն վրացական տնտեսության համար այդ պատժամիջոցների եւ այլն։ Ամեն ստանում են այս ճանապարհով։ Այո, որտեղ տեսեք նույն հիշատակեցի, չէ, Միրջոյանի հայցը Բրյուսել, բայց այն ժամանակ նույն Կայակալոսը, Մարտակոսը նրանք հայտարարություն են անում, որ այո, հասկանում են, որ դա դժվար է, որ դա գինը ունենալու Հայաստանի տնտեսության համար, բայց մենք էլ ենք այդ գինը վճարել, խզելով մեր կապերը Ռուսաստանի հետ։ Եվ տեսեք, եթե մենք ընդունել ենք մեր իշխող կուսակցությունը, ընդունել է օրինագիծ, որ Հայաստանը պետք է դառնա ԵՄ անդամ, ապա ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով նշում է, որ բոլոր իր գործընկերները, մանավանդ այն երկրները, որոնք մտադիր են դառնալ ԵՄ անդամ, պարտավոր են ընդունել բոլոր այն պատժամիջոցները, որոնք գործում են Ռուսաստանի դեմ։ Օրինակ վերցնենք տնտեսությունը, туриզմը։ Ամենամեծ տոկոսը կազմում են Ռուսաստանից եկողները Հայաստան։ Հիմա պատկերացրեք, դա նշանակում է, որ պետք է օրինակ որևէ չվերթ տեղի չունենա Մոսկվա։ Պետք է արգելել ռուսական ընկերություններին թռնել այստեղ եւ հենց հայկական ընկերությունները պետք է չթռնեն։ Գումարների տրանսֆերները օրինակ Ռուսաստանից, որը մեր տնտեսության այո, դա ինչ է բերելու, որ կամ օրինակ փոխադրումները, օրինակ տեսեք հիմա Եվրոպայում ոնց է եվրոպական բեռնատարներ գալիս են Բելարուսիա կամ Ռուսաստան, հիմնականում Բելարուսիա, այնտեղ փոխվում են վարորդները, մեքենաները փոխվում են, որտեղ իրենք իրավունք չունեն Ռուսաստանի տարածքով քշել, Ռուսաստանն էլ արգելված է այնտեղ։ Պետք է անընդհատ այսպես խնդիրներ, որոնք լուրջ խնդիրներ են բերելու եւ սահմանափակելու են այդ տնտեսական համագործակցությունը եւ միևնույն ժամանակ դա էլ պետք է նշել հասկանալ, որ դու չես ստանալու այն փոխհատուցումը,
որ քեզ թույլ կտա այդպես անվնաս այդ տանել այդ կորուստները տնտեսական։ Ես հիշում եմ Օբրայանը մեզ խորհուրդ տվեց պատրաստ լինել մի քանի ցուրտ ծմեր անցկացնելուն։ Այո, դա լուրջ խնդիրներ է, որոնց մասին իհարկե որևէ մեկը աշխատում է չխոսալ մանավանդ իշխանությունից այս բանը, բայց դա տրամաբանական ավարտն է։ Եվ կրկնեմ, օրինակ, եթե որոշ մարդկանց թվում է այսպես մի շկոպիտ ասեմ, որ Նիկոլ Փաշինյանը հետո կգցի եվրոպացիներին, եվրոպացիները եւ ԱՄՆ-ն այդ տեսակետից տարբերվում են Ռուսաստանից։ Նրանք եթե աջակցություն ցուցաբերում, իսկ նրանք այս բան ակնհայտ է, որ աջակցում են ներկայիս իշխանություններին, մենք սկսած այդ ֆինանսական օգնությունից, ադմինիստրատիվ աջակցություն այսպես կոչված հիբրիդային հարձակումների դեմ։ Վենսի հայտարարությունը Երևանում վերջացած այդպես ուղղակի նույնիսկ աջակցություն, որ Վենսը, Հական Ֆիդանը, եվրոպական կոալիցիան հստակ նշում են, որ իրենք ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հաղթի։ Նույնիսկ գումարներ են տրամադրում Հայաստանին եւ այլն։ Դա այսպես բարեգործություն չի, դրա դիմաց դու Հայաստանի իշխանությունները պետք է փոխհատուցեն, իսկ կարող են փոխհատուցել մենակ մի կերպ հակառուսական քաղաքականությունով։ Դա համար եմ ասում, այս պայմաններում դա բերել է լուրջ խնդիրներ Հայաստանի համար։ Ու թույլ չեն տալու, որ իրենց գցեն, այսպես ասած։ Այո, դա ի տարբերություն ռուսներին, իրենք այդ տեսակետից ավելի հետևողական են եւ կոշտ են։ Եվ քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությունից խոսեցինք, ուզում եմ նաև անդրադառնանք Արցախին, ավելի ճիշտ կլինի ասել Արցախի հանձնմանը կամ կորուստին։ Ընդդիմադիրները Արցախի կորուստը եւ այս հարցում ռուս խաղաղապահների անգործությունը հիմնավորում են Պրահայում ընդունված հայտնի հայտարարությամբ, երկրորդ նախագահն էլ օրերս խոսեց այդ մասին, որով մենք Արցախը ճանաչեցինք Ադրբեջանի կազմում։ Ինչ եք կարծում, եթե Պրահայի հայտարարությունը չլիներ եւ այդ հայտնի ստորագրությամբ Փաշինյանը Արցախը չճանաչեր Ադրբեջանի կազմում, հնարավոր կլիներ ինչ որ ճանապարհով խուսափել Արցախի կորստից։ Ես վստահ եմ դրանում, որ դա տեղի չունենա, եւ ընդհանրապես ասում եք, մենակ Պրահան պետք չի առանձին դիտարկել, այս գործընթացը ամբողջությամբ պետք է դիտարկել։ Տեսեք, այդ ժամանակ երկու գործընթաց կա։ Ռուսական կողմը պարտադրում է առաջարկում է, այսպես ասենք, հայկական կողմի եւ ադրբեջանական կարգավիճակի հարցը հետաձգել, այդ տարբեր հարցեր լուծել, որոնք ուղղակի կապված են կարգավիճակի հետ, իսկ կարգավիճակի հարցը թողել։ Ադրբեջանը չընդունեց սա։ Բայց ինչու չընդունեց, որտեղ միևնույն ժամանակ Եվրոպայի միջնորդությամբ հիշում եք Բրյուսելյան այցը Նիկոլ Փաշինյանը, որ եկավ ասաց, եթե մենք նշած զորքը չցնենք, ավելի մեծ աջակցություն կստանանք եւ այլն եւ այլն։ Միևնույն ժամանակ հայկական կողմը մտավ մի գործած եւ շատ մեծ զիջումների համաձայնվեց, որոնք բերեցին Պրահայի եւ այս պայմաններում տրամաբանական է, որ Ադրբեջանը ինչ պետք է ոնց կարող է Ռուսաստանը այդ ժամանակ պարտադրել Ադրբեջանին, Ադրբեջանը կասել, գիտես ինչ, դու ինձ մի բան ես առաջարկում, որ ինձ ձեռնտու չի, եւ միևնույն ժամանակ հայկական կողմը այլ հարթակում համաձայն է լրիվ այլ բաներ, ինչու ես պետք է համաձայնվեմ քո առաջարկին։ Դա համար Պրահան այդ գործընթացի տրամաբանական ավարտն է։ Ես բայց պետք է ասեմ, օրինակ կոնֆերանսներից մեկում այդպես հերինակով մի ադրբեջանցի փորձագետ է մեկնաբանություն է վերցնում եւ հարցրեց հիմա այն ժամանակ մի պակա որ Ադրբեջանը ասում է եկեք շարունակենք ռուսական հատակում, արդեն Պրահայից հետո հայկական կողմը ուզում է շարունակել արդեն արևմտյան, նա ասեց ես մեզ ոչ արևմտյանն է պետք, մեզ ոչ էլ ռուսական հատակն է պետք, մենք ուզում ենք ուղղակի Հայաստան։ Եվ մենք տեսանք, չէ, Պրահան այդ Բրյուսելից ԱՄՆ-ի աջակցությամբ, որտեղ այն ժամանակվա նախկին ադմինիստրացիան մեծ աջակցություն է ցույց տալիս այդ գործընթացին, եկան հասան Պրահա, բայց դրանից հետո չես ինչու Ադրբեջանը հրաժարվեց, ստանալով ինչ պետք է իրենց կրուզ ռուսներից հետո արևմուտքից հրաժարվեց, որտեղ իրեն ձեռնտու է ուղղակի բանակցություններ, երբ որ ինքը սահմանափակված չի, նույնիսկ որևէ այսպես ձևականությամբ, այսպես ձևական հայտարարություններով կամ մտավախություններով կարող է այդ ուժեղ խաղացողները, որ պարտադրեն նաև իրեն իր պարտավորությունը կատարել, իսկ մենք տեսնում ենք, որ փաստացի Հայաստանի իշխանությունը, որ նախին ասում են, մեզ պետք է արևմտյան միջնորդությունը, հիմա լրիվ համաձայն են Ադրբեջանի առաջարկին, որ երկում, որտեղ Ադրբեջանի վրա որևէ մեկը չի կարող ճնշում գործադրել, եւ հակառակ Ադրբեջանը օգտվելով ներկայիս իշխանությունների ֆակտորից, հաշվի առնելով նաև իր առավելությունները, ռազմական եւ այլն, կարող է անընդհատ Հայաստանին պարտադրել միակողմանի զիջումներ։ Եվ նույնիսկ տեսեք, այս ամբողջ գործընթացը եկել ենք մի կետի, չանց իշխանությունը անընդհատ հայտարարությունների մակարդակով եւ այլ ասում է խաղաղություն, բայց խաղաղություն չկա, նույնիսկ որտեղ խաղաղության նախաստորագրումը, իսկ մենք տեսնում ենք Ալիևը նույնիսկ նախաստորագրումից հետո նախապայմաններ է առաջ բերում, որոնք չկան այդ խաղաղության պայմանագրում։ Եվ դա էլ է ցույց տալիս, որ հայտարարությունների իշխանությունը եւ իրականությունը իրար հետ չեն բռնում։ Բայց օրինակ 2 տարի է սահմաններին կրակոց չկա, եթե խաղաղություն չի, սա ինչի վկայությունն է։ Դե գիտեք ինչ,
հիշում եք Դուշանբեից հետո էլ շատ խաղաղ սահմաններին եւ դա ինչի բերեց։ Հերթական նման ելք է ունենալու սա։ Դե գիտեք ինչ, չեմ կարող ասել նմանատիպ, բայց մենք տեսնում ենք, տեսեք, ես օրինակը բերեմ նույնիսկ արտաքին հետաղության ծառայության այդ զեկույցը, հասկանալի է, նրանք ամեն կերպ փորձում են ցույց տալ, որ ամեն ինչ լավ է, դրական դինամիկա եւ այլն, այդ խաղաղության այս օրակարգը Փաշինյանի աշխատում է, բայց նույնիսկ նրանք են իրավիճակայինորեն նույնիսկ նրանք են ստիպված արձագանքել, որ օգոստոսի 8-ից հետո անցած տարվա այսպես կոչված այդ արևմտյան Ադրբեջանի թեզը ավելի ակտիվ է առաջ տարվում Ադրբեջանի իշխանությունների կողմից, քան նախկինում էր։ Տեսեք, Հայաստանի իշխանությունները օգոստոսի 8-ից հետո կրճատում են ռազմական ծախսերը, Ադրբեջանը շարունակում է ավելացնել ռազմական ծախսերը։ Ու դա ինչի մասն է խոսում։ Եթե դա խաղաղություն է, ապա ինչու է այսպիսի փաստերը խոսում լրիվ այլ բանի մասին։ Կամ էլ տեսեք, մի քանի շաբաթ առաջ նաև ամերիկյան հետախուզության այդ զեկույցը, այդ գնահատումը այդ ռիսկերի ամբողջ աշխարհում եւ եթե նայենք հարավային Կովկաս, այդտեղ հստակ նշված է, չէ՞ որ եթե հայ հասարակությունը չընդունի սահմանադրությունը նոր եւ հավանականությունը մեծ է համար որ չի ընդունվելու նոր սահմանադրություն։ Ցանկական բավարար մասնակցություն չլինի ու այդպես տապալվի հավանական սցենարը սա է։ Այո։ Ինչ է արվելու, բայց այդ ինչ խաղաղություն է։ Դա մոտ այդ թեզը որ դե չեն կրակում, Դուշանբեից հետո էլ չեն կրակում, բայց հետո նրանց կրակեցին, որ այսինքն հիմա նպատակը մինչև ընտրությունները առավել խաղաղ ֆոն ստեղծելը, որով Փաշինյանը կվերընտրվի։ Այո, որտեղ գլխավոր թեզերը, որտեղ երկու գլխավոր թեզ ունի Փաշինյանը, ամենագլխավորը դա այդ իբր, տեսնում եք, նույնիսկ նա արդեն հասկանալով որ այնքան էլ լավ չեն, այդքան էլ լավ չի վիճակը, փորձում է վախեցնել ժողովրդին պատերազմով կամ ես կամ լրիվ կամ պատերազմը նույնիսկ ժամկետներ նշում, ստեղ էլ է հաց գալիս, այդ ինչ ինքնիշխանություն է, որ փաստացի բացի քեզանից ցանկացածը պատերազմ կամ ինչպես եք դուք բանակը ուժեղացել, պետք է անընդհատ վախեցնեք հասարակության դեմ։ Չնայած ես վստահ եմ, որ պատերազմ չի լինի, դա նույնիսկ իշխանապետության պարագայում, եթե քայլեր արվեն։ Հակառակը մենք տեսենք Փաշինյանն ամենակ, հիշում եք 21 թվականն էլ էր օրինակ խաղաղության օրակարգով Փաշինյանը գնում, ինչի բերեց Արցախի հայաթափում, բերեց 21-22 թվականի օկուպացիա Հայաստանի տարածքում, չնայած այն ժամանակ էլ է, եթե հիշում եք Քարոզատշավը, նույն այդ խաղաղության դարաշրջան եւ ապագա եւ այլն։ Իսկ երկրորդ կետը բացի ինչպես որ ասեցի, որ պատերազմը դա այդ հակառուսականության կապիտալիզացիան տարիներ շարունակ Հայաստանի իշխանությունը ակտիվ իրենց տարբեր լրատվական հակառուսական տրամադրություններ են սերմանել Հայաստանում եւ նույնպես հասկանալով որ իրենց վարկանիշը ցածր է, մենք տեսնում ենք նաեւ թեզը գնում դե այո մենք վատն ենք եւ այլն, բայց եթե մենք պարտվում են գալու են իբր Ռուսաստանի հերձիկները նաեւ։ Բացի պատերազմը դա խաղաղության օրակարգը։ Գալու են այն ուժերը, որոնք իբր զոհաբերելու են Հայաստանի սովորենությունը, որոնք Ռուսաստանի նպատակն եւ այլն։ Դա մայր այդ երկու թեզն է, որ փորձել են անընդունություններում օգտագործել։ Եվ վերադառնալով Պրահայի հայտարարությանը դուք պնդեցիք, այսինքն համոզմունք հայտնեցիք, որ եթե դա չլիներ, հնարավոր կլիներ խուսափել Արցախի կորստից, բայց հակառակ տեսակետի կողմնակիցներն էլ պնդում են, որ նախքան Պրահան, որով մենք Արցախը ճանաչեցինք Ադրբեջանի կազմում, տեղի էին ունեցել հին թաղեր Խծաբերդի դեպքերը 20 թվականի դեկտեմբերին, 22-ին էլ մարտին Փարուխի գրավումը, որի ժամանակ ռուս խաղաղապահները բառացի անգործություն դրսևորեցին։ Սա ինչով է պայմանավորված։ Արդյոք էլ այդ զուգահեռ բանակցություններն էր, թե այլ գործոններ կային։ Տեսեք, սա հիմա կարող եմ ասել իմ սուբյեկտիվ կարծիքը, որպես մարդ, որը մի փոքր շփվում է, տեսնում է Ռուսաստանում ոնց են որոշումներ ընդունում եւ այլն։ Ռուսաստանում շատ հաց է լուծվում է առաջի դեմքերի մակարդակով։ Դու պետք է հաշվի առնելու մամանդ, որ այն ժամանակ արդեն պատերազմ էր գնում եւ այլն, դու պետք է այնքան վստահություն ունես եւ այդքան լավ հարաբերություն ունես առաջի դեմքի հետ, որպեսզի կարողանաս ուղիղ կապով հացը լուծել, որտեվ ես կարող եմ իմ ազգական օրինակից բերել, մի անգամ քննարկման ենք մասնակցում, ռուս փորձագետներ են եկել, ասում են մի քանի կիլոմետր առաջ են գնացել Ջերմուկի բանում, հիմա Ռուսաստանը պատկերացնում է միլիոնավոր քառակուսի կիլոմետրներ, ասեն մի քանի քառակուսի կիլոմետր առաջ են, բայց երբ որ մարդկանց բացատրում ես, օրինակ, որ գիտեք ինչ, դա նույնն է, ինչ որ օրինակ Աստրախանի մարզը գան օկուպացնեն, երբ որ դու ասում ես մի քանի քառակուսի կիլոմետր լրիվ այլ տպավորություններ, երբ որ դու բացատրում ես, որ դա օրինակ Ռուսաստանի համար նույնն է, ինչ որ Աստրախանի մարզը օկուպացնի մի երկիր, լրիվ այլ մոտեցում, դու պետք է կարողանաս քո կարծիքը համոզել աշխատես, այո, մանավանդ առաջի դեմքի մակարդակով։ Վստահություն արդեն չկար, որովհետև ինչպես մենք ամենասկզբում խոսեցինք, 21 թվականի ընտրությունից հետո, երբ որ Հայաստանի իշխանությունը շատ բաներ էին խոստովել եւ այլն, նույն Երակոմ հայտարարությունը եւ գաղտնիք չի, որ հենց մտավախությունը, որ կարող է անդիմադիրների հաղթանակի պարագայում այդ
դանկի ենթակվի երակոմ հայտարարությունը որոշ չափով բերեց այդ չեզոքությանը, չեմ ասի ուղղակի աջակցությանը, բայց նույնիսկ այդ չեզոքությունն էր արդեն աջակցություն Նիկոլ Փաշինյանին այն։ Հատկապես մյուս կենտրոններից ունեցած աջակցության ֆոնին։ Այո, եւ դա է հենց միշտ ծիծաղ ալիչում, որ ինչու են մարդիկ կարծում թե Հայաստանում թե Ռուսաստանում, որ Նիկոլ Փաշինյանը պրոռուսական է, սահմանում է այդ ֆոնին։ Այդ պայմաններում մենք տեսնում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հաղթանակից հետո փաստացի հրաժարվեց այդ երակոմ հայտարարությունը կինյոտ կետը եւ այլը կատարելուց, որը իհարկե լուրջ դժգոհություն առաջացրեց Ռուսաստանում։ Բայց տեսեք ինչ հետաքրքիր բան տեղ ունեցավ։ Նիկոլ Փաշինյանն անընդհատ համոզում էր հայ հասարակության այն օրին հիշում եք, որ այդ միջանցքի եւ այլն կոմունիկացիա։ Բայց այն ժամանակ դա գոնե հասկանալ էր, որ դա Արցախի դիմաց է։ Հիմա օրինակ անխոչնդոտ այդ կետերը որ կա օրինակ տրիպը եւ այլն ինչու՞ է բացատրվում։ Ասում են մենք էլ անխոչնդոտ Ադրբեջանի տարածքով Իրան եւ Ռուսաստան ենք գնալու։ Ոչ, որովհետեւ բոլոր այդ կոմունիկացիաները առանցին կետով է գրվում։ Նույն այդ Սյունիքով կոմունիկացիաները կարող են մտնել այդ անխոչնդոտի մեջ։ Կամ երկրորդը, կամ շարունակելով այդ թեզը, դա մասին եթե չխոսում այդ Մոնղոլիան անընդհատ խոսում։ Եթե դա հայ-ամերիկյան նախագիծ է տնտեսական, ապա ինչու է դեպի Ադրբեջանի ստորագրություն լինի մի պրոյեկտի, որը Հայաստանով է անցնում, որը կապված է միայն Հայաստան եւ ԱՄՆ-ի հետ եւ այլն։ Ես դժվար եմ պատկերացնում, որ Հայաստանը Ադրբեջանում տարածքում մի բանի մեջ, օրինակ այլ երկրի հետ ստորագրի։ Կամ մենք տեսնում ենք, չէ՞, պայմաններ, օրինակ Հայաստանի քաղաքացիները եւ բեռները նույն ռեժիմով են անցնելու Ադրբեջանի սահմանը։ Հասկանում ենք, որ ոչ, բայց մեր հանրությանը մատուցում են այն թեզը, որ այդպես է լինելու։ Այո, նույնիսկ տեսեք, նույնիսկ չեմ ասում ամբողջ Ադրբեջանը, նույն Նախիջևանից, պատկերացնենք Երասից գալու են Մեղրի, չէ՞։ Լավ, ընդունենք այս հատվածում։ Ասում ենք, այս բեռը գնում է Հայաստանից Հայաստան, ինչպես իրենք են ասում։ Ախր այնքան փաստ է կամ որ հակառակի մասին են խոսում։ Տեսեք, Թուրքիան շատ լուրջ տնտեսական, ֆինանսական խնդիրներ ունի, բայց նույնիսկ այս պայմաններում նրանք հատուկ մոտ 2 միլիարդից ավել դոլար են տրամադրում, որպեսզի նոր երկրագիծ կառուցեն, որը գնալու է Ղարսից Իգդիրով դեպի Նախիջևան։ Երբ որ գործողը կա Հայաստանի տարածքում։ Այո, եթե դա փոխշահավետ պետք է լինի, պետք է ապա շրջափակում տեղ ունենա։ Ինչ տարբերություն կարելի է մի ձևաչափ գտնել, որ նույն բեռները արդեն մի անգամ ստուգվելով արագ, ինչպես տարբեր այլ տրանսպորտային միջանցքներ տեղ ունենում, հաշվառելով բոլոր այդ շահագրգռված երկրների շահերը, դից արագ անցնեին։ Ինչու այս դժվար պայմաններում նրանք այդ գումարը ծը, որտեղ իրենց հասկանում են, որ այս ճանապարհը ամբողջությամբ առանձնանալու է շարքման ֆորմատով եւ այլն այն երկրագծից, որը Հայաստանի տարածքով է անցնելու, օրինակ նույն Գյումրիով երկրագիծը դեպի Երասկ։ Պարոն Խալացյան, անդրադառնանք նաև Իրանի շուրջ ծավալվող զարգացումներին, որտեղ պատերազմն արդեն ավելի քան 1 ամիս շարունակվում է ու վերջը կարծես թե չի երևում։ Ձեր գնահատմամբ ինչու դեռևս չի հաջողվում ռազմական գործողություններին վերջ տալ, կողմերն ինչ խնդիր են այսպես լուծում եւ Հայաստանի համար այս իրավիճակը ինչ ռիսկեր է ստեղծում ցանկացած պահի։ Առաջինը, որովհետեւ որևէ կողմ չի կարող հայտարարել, որ այստեղ ավելի շատ գիտեք ինչ պետք է հասկանալ, որ ամերիկյան կողմից ավելի շատ բան կախված։ Տրամպը հաստատի ինքն իրան ծուղակն է գցել, որովհետև այս պայմաններում թե հիմա դուրս գաս, բայց վերջնական հարցը չլուծած Իրանի արդեն դա խնդիր է իր համար լինելու, բայց շարունակում ես նավթի գինն է բացանում, լուրջ խնդիրներ ու նույնիսկ ԱՄՆ-ում էլ աշտանատություններ են լինելու, մենք տեսնում ենք արդեն այն, որ բենզինի գինը նույնիսկ ԱՄՆ-ում է բացանում, որը իրոք շատ ավելի քիչ է կախված այդ Պարսից ծոցի նավթից, բայց հաշվառելով աշխարհում է գինը բացանում, բացը դա նաև անդրադառնում է ԱՄՆ-ի գինի։ Դա այսպեսի շատ դժվար ընտրության առաջ է կանգնել Տրամպը, որովհետև եթե երկու ընտրություն է, մեկը հայտարարել որ հաղթել ես դուս ես գալիս, բայց դա նշանակում է որ դու միջև չես հաղթում Իրանին, Իրանը շատ ավելի հակամերիկյան տրամադրված լինելու եւ ավելի ուժեղ է դուրս գալու, փաստացի ինքը կարողանալու է ներկայացնել տարածաշրջան, որ նա պատերազմեց ԱՄՆ-ի Իսրայելի դեմ եւ չպարտվեց, դա արդեն հաղթանակ է, բայց մյուս կողմից էլ փոցը այդ Հորմուզի նեղուցը բացել կարող է նրան, որ եթե սահմանափակագ ռազմական օպերացիա է դա դիտարկվում այս պահին, դա կարող է բերել ավելի լուրջ պատերազմին, իսկ դա նույնպես բերել է լուրջ ներքաղաքական խնդիրների։ Տրամպի համար ամենակարևորը նույնիսկ ոչ թե արտաքին խնդիրներն են, արտաքին քաղաքականության խնդիրներ, այլ ներքաղաքական խնդիրները։ Սկսած նրանից, որ նա պատերազմի թույլտվություն չի ստացել, դա համար հատուկ չի նշում պատերազմ, շատ անալոգիաներ կա Ռուսաստանի հետ այդ պայմաններում, որտեղ ընդդիմությունը, դեմոկրատները հնարավորություն կունենան այդ ֆինանսական լծակները օգտագործել, սահմանափակելու իր հնարավորությունները, նույնիսկ խոսել նրա մասին, որ Աշտանը կարող է շատ լուրջ պարտություն կրեն այդ իրենց փաստացի կոնգրեսի ընտրություններում։
Ինչ կապված է Հայաստանի հետ, տեսեք, երկու այսպես գլխավոր վտանգ կա։ Նու առաջինը պատկերացնում եք, եթե դեստաբիլիզացիան շարունակվում է Իրանի, փախստականներ, բացի փախստականներից նաև հավանականություն կա, որ այսպես, ասենք, հարավային Ադրբեջանի այդ գաղափարը ստեղծվում է եւ այլն, որ իհարկե մեր շահերից չի բխում, որտեվ փաստացի շատ ավելի վատ վիճակում է մեզ դնելու, կամ նույնիսկ եթե Փորձելու ենք Իրանի հետ սահմանը, եթե այդ գաղափարը կյանքի կոչվի ամռնվազն։ կամ Իրանն էլ այնպես չէ, որ ես չեմ կարծում այսպես երկրները այսպես բոլոր մեր բարեկամներն են, ընկերներն են, ես այդ թեզը մի քիչ վերապահում եմ ուտղեմ, որտեղ բոլոր ցանկացած երկրի շահով առաջնում, բայց փաստը այն է, որ օրինակ Հայաստանի տարածքային ամբողջականության հատվածում Պարսկաստանի Թեհրանի շահերը մեր հետ համընկնում են եւ ամեն այսպես ակտիվ պաշտպաններից էր Հայաստանի հետ հացում։ Իսկ պատկերացեք Թեհրանը սահմանափակված լինի, թույլատրած լինի, չկարողանա նախկինի պես։ Դա իհարկե կմեծացնի ախորժակ Ադրբեջանի, Թուրքիայի, Հայաստանի նկատմամբ եւ պարտադիր չի անպայման գիտեք ինչ մտնեն եւ գրավեն, պարտադրելու։ Հիմա պատկերացեք այս լավացան ֆոնին դա էլ չէ հավանականություն կա, որ օրինակ Ադրբեջանը կարող ասա գիտեք ինչ Նախճիվանի անվտանգությունը ապահովելու համար մեզ պետք է այսպես էքստերիտորիալ միջանց, որպեսզի մենք երբ ուզենանք ոնց ուզենանք կարողանանք զինված ուժեր տեղափոխել այստեղից այնտեղ եւ այլն։ Եվ հակազդող չի լինի փաստացի։ Այո, եւ նաեւ դա որպես հենց Պարսկաստանի այդ վիճակը, պատերազմական վիճակը կարող է պատրվակ իրենց համար հանդիսանալ, օրինակ այդպիսի նախապայմանը։ Դա համար իհարկե մեր շահերից է բխում, որ ինչքան կարելի է շուտ այդ ռազմական գործողությունները վերջանան եւ ցանկալի է որպեսզի այդ կոնֆլիկտի վերջում մի իրավիճակ չլինի, երբ որ քանդվի իրանական պետությունը, օրինակ նույն Սիրիայի ճակատագիրը չկրկնի հանկած։ Եվ այսօր առավոտյան մամուլում մի տեղեկության հանդիպեցի, որ Հայաստանում ամերիկյան համալսարանը անցնում էր դասերի օնլայն ռեժիմի, չգիտեմ որքանով է սա իրականությանը համապատասխանում։ Այո, քանի որ մտավախություն ունեն, որ իրանական հարվածների թիրախ կարող է դառնալ Միացյալ Նահանգների ամերիկյան համալսարանը Երևանում։ Ինչ եք կարծում, որքանով է սա իրատեսական, արդյոք Իրանը կարող է ինչ-որ իրավիճակում Հայաստանի տարածքը թիրախավորել նույն Միացյալ Նահանգներին հարվածելու նպատակով։ Գիտեք ինչ, իհարկե ուզում եմ հավատալ, որ դրան գործը չի հասնի, որտեղ Իրանի հետ մենք շատ սերտ համագործակցություն ենք, մեր հարևաններն եւ այլն, բայց մյուս կողմից էլ տեսեք, ել եմ ասում, ես այս բանին ես կարծում եմ դա մի քիչ չափազանցած այսպես զգուշավորություն է ամերիկյան համալսարանի կողմից, չեմ ասում, բայց տեսեք, մյուս կողմից էլ երբ որ մենք խոսում ենք տրիպի իրականացումից եւ այլն, մենք արդեն տեսնում ենք, որ փաստացի նախագիծը չի իրականացվում եւ մեզ անընդհատ փորձում են համոզել, որ դա այդ ամերիկյան ներդրումն է, դա նշանակում է անվտանգություն։ Եկեք Հարավային Կովկասից գնանք օրինակ Էմիրությունները, Միացյալ Էմիրությունները արաբական։ Ամենասերտ համագործակցողներից են եղել Իրանի հետ։ Օգնում են Կատարի հետ միասին, օգնում են Իրանին խուսափել պատժամիջոցներից եւ այլն։ Դա կանգնեցեց Իրանին, երբ որ կարիք եղավ հարված հասցնել ԱՄՆ-ի շահերին։ Ոչ։ Դա համար գիտեք ինչ Իրանը հիմա մի վիճակում է, որ ապագոն է որոշում անմատ ներկայիս իշխանությունների եւ մենք տեսնում ենք, որ այս մարդիկ անընդհատ խուսափում են կոնֆլիկտից, հիշում եք օրինակ նույն անցած տարի այսպես ձևական պատասխան եւ այլն, բայց հասկանում են, որ չէ, հիմա որոշում ենք լինելու են, թե չեն լինելու եւ նրանք միջև այդ զգուշացում են, որ մենք այնպես կանենք, որ ամբողջ տարածաշրջանը կպայթի համաշխարհային գներով եւ հիմա իրականացում են, դա համար Հայաստանն էլ պետք է հասկանա, որ պետք է մի փոքր զգուշ լինել այդ պայմաններում եւ առնվազն չի բացառվում նման սցենարը, վատատեսական է, բայց շատ այս բան այդքան էլ հավանական չի, բայց ամբողջությամբ էլ ասել, որ այդ սցենարը իրական չէ, չեն կարող, որովհետեւ կրկնեմ, այս բանը Իրանի իշխանությունը ցույց են տալիս, որ պատրաստ են գնալ ցանկացած քայլի հաղթելու համար, իրենց իշխանությունը պահպանելու համար։ Եվ անդրադառնանք նաև ընտրություններին, որոնց 2 ամիս է մնացել, ընդհանուր առմամբ ինչպես է գնահատում մեր ընդդիմության գործունեությունը, կհաջողվի առանցքային ընդդիմադիր ուժերին համախմբվել եւ ընտրությունների միջոցով Փաշինյանին հեռացնել, հատկապես այն արտաքին աջակցության ֆոնին, որը վերջինս ունի։ Տեսեք, իհարկե ընդդիմությանը բարդ է լինելու, բայց ընկածկով հավանականություն կա եւ մանավանդ այս վերջին օրերին այդ Փաշինյանի փորձը վախեցնել հասարակությանը պատերազմով եւ այլն, խոսում են այն մասին, որ Եվի նրանք էլ են հասկանում, որ իրենց վարկանիշն էլ այդքան մեծ չէ եւ հույսը դեմ են նրա վրա, որպեսզի մարդիկ նույնիսկ դեմ լինելով իրենց, վախենալով հնարավոր պատերազմից վայելը ձեն տան իրենց։ Դա համար ես կարծում եմ սցենարը հավանական է, բայց ինչպես դուք նշեցիք, հաշվի առնելով արտաքին աջակցությունը Փաշինյանի ընդդիմությունը պետք է իդեալական խաղա իր դերը,
կորուստներ չունենա այսպես ձայնային փոշիացում տեղի իրար չթիրախավորեն ամենակարևորը ինչը դա տեսնում ենք ցավոք սրտի մենք տեսնում ենք դա, բայց դա արդեն հասարակությունը ինքը պետք է հասկանա ով է կանած այդ կոնֆլիկտի հետևում եւ ով է գլխավոր շահառուն այդ կոնֆլիկտի։ Կան մի քանի ընդդիմադիր ուժեր առաջատար եւ գլխավոր որսի մարդիկ տան այդ առաջատարներին, որպեսզի տեսեք անցած ընտրություններին 21 թվականի, եթե չեմ սխալվում, մոտ 20% ձայների փոշիացել են եւ մեծ մասամբ գնացել են իշխանությանը, հաշվառելով ընտրական օրենսդրությունը, չնայած ըստ մարդկանց նրանք իրենց ձայնը տվել են ընդդիմադիր կամ նույնիսկ պսևդո ընդդիմադիր որոշները եղել են պսևդո, բայց մարդիկ իրենց պատկերացմամբ տվել են ընդդիմադիր ուժերին, բայց ուժեր որոնք բացառել են Փաշինյանի այդ համագործակցությունը ամենակարևորը։ Չէ, տեսեք, այդ ուժերը չեն անցել։ Ի վերջո իրենց ձայները միևնույնն է անցել է Փաշինյանի, բայց նրանք իրենց դիրքավորում են մարդիկ իրենց պատկերացմամբ տվել են ընդդիմադիրների, որովհետեւ այդ սխալը չկրկնվի, մարդիկ պետք է իմ կարծիքով մի քանի առաջատար տեսնեն ով ռեալ շանս ունի անցնելու ընդդիմադիրներ եւ ձայները տան իրենց։ Օրինակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ իր իշխանության գալու դեպքում Արցախի հանձնողները եւ 5000 զոհվածները պատասխանատվության են ենթարկվելու։ Ինչ եք կարծում, Հայաստանում իսկապես հանրային պահանջ կա, որպեսզի այս մարդիկ պատասխանատվության ենթարկվեն, քանի որ հասարակությունը կարծես թե հաշտ է տեղի ունեցած։ Ես չեմ կարծում հասարակությունը հաշտ է տեղի ունեցածի հետ, այլ հաց որ վերջին այս ֆոնին զարգացումներ բռնաճնշումներ եւ այլն շատ մարդիկ կարող չհամաձայնվեն ուղղակի խոսալ, բայց միևնույն ժամանակ գիտեք ինչ մեծ աղետ է տեղ ունեցել եւ այդ աղետը պետք է ունենա պատասխանատուներ, այնպես չէ որ բոլորն են մեղավոր, նշանակում է ոչ մեկ մեղավոր չի։ Շատ մեծ խնդիրներ են, դեմա ես այդ ես կարծում եմ որ հասարակության չեմ ասի ամբողջ կամ մեծամասնությամբ, բայց շատ մեծ զանգված կա, որը այդ կարծիք ունի, որ պետք է պատասխանատվության ենթարկվել մարդիկ, ովքեր թույլ են տվել այս։ Որտեւ այս մարդիկ տեսեք, նույնիսկ քաղաքական պատասխանատվություն չեն կրել իրենց արածի համար։ Հիմա պատասխանատվություն տարբեր տեսակի կարող է լինել, անպայման չէ միայն քրեական եւ այլն, բայց քաղաքական պատասխանատվություն պետք է լինի։ Իսկ սա թույլ չի տա իշխանությանը, որպեսզի շահարկեն մարդկանց վենդետաներով վախեցնեն եւ նաեւ հենց այս կերպ նպաստեն, որ տեսեք, հիմա տեսեք, նույն այս իշխանությունը ժամանակին հայտարարում են, որ վենդետա չի լինելու, բայց հենց առաջ օրվանից սկսեցին վենդետաներ անել եւ լուրջ խնդիրներ ստեղծեցին, որոնք միջև հիմա զգացվում են Հայաստանում։ Դա համար այս պայմաններում ընտրողը ինքն է ընտրելու։ Դա շատ բարդ հարց է, չեն կարող ասել, մի հասարակության մի մասը դա է ուզում, հասարակության մի մասը այլ բան է ուզում։ Հիմա այն մարդիկ, ովքեր չեն ուզում այդ թեզը կյանքի կոչվի, կարող գտնել լրիվ այլ ընդդիմադիր ուժերի։ Բավականին մեծ է ընտրությունն էս անգամ։ Իմ համար դա ընդունելի է, ես կքվեարկեմ այդ հենց թեզի համար, նույնիսկ նաև այդ թեզի պատճառով կքվեարկեմ։ Առնվազն հանրային պահանջը կա որոշակի շերտերի մոտահանության։ Եվ շատ չի ասել, որ փոքրատիվ շերտերի մոտ։ Եվ նույն Հայաստան Դաշինքի շանսերը ինչպես է գնահատում, այս օրերին ես գնահատականներ եմ լսում, որ Հայաստան Դաշինքը Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ անցողիկ շեմը չի հաղթահարելու եւ լինելու է ամենամեծ ձայներ փոշիացնող ընդդիմադիրը։ Կարող է նման բան տեղի ունենալ ըստ ձեզ։ Չէ, իմ անձնական կարծիքով ոչ, բայց իհարկե բարդ է լինելու, որովհետեւ ինչպես դուք ասացիք, մի քանի ուժեղ ընդդիմադիր խաղացողներ կան։ Եվ առանցքային խաղացողը Սամվել Կարապետյանի ուժն է այս անգամ։ Ու տեսնենք, ելի եմ ասում, հիմա այնտեղ էլ են շատ լուրջ թիմ հավաքված, ծրագիր եւ այլն, ամեն մտեղ ինքը պետք է որոշի, բայց ես ավելի շատ կողմնակից եմ այդ կոնսենսուս -1, որը երկրորդ նախագահն շատ վաղուց առաջարկել է, իմ կարծիքով ընդդիմադիրները այնց այդ գյումրի սցենարով պետք է առաջնորդվեն եւ դա հնարավորություն տա, որտեղ տեսեք, բացի վաղած շաբաթի ընտրությունից, չնայած այնտեղ էլ սպეციფიკան կա, ես այնքան հորատես չեմ դամադրվել, որտեղ նույնիսկ այնտեղ կար ընդդիմության համար որոշակի դրական կողմեր։ Ընտրական քարտեզը փոխելով հաջողության ընտրական քարտեզ խուսափելով նույն եկեղեցու հետ կապված, ունակ եթե նախկին ընտրությունը լիներ միայն վաղած շաբաթում, խոշորացումը մեծաշով հաղթել էր, ինքը ավելի շատ ձայներ հավաքել, քան իշխանությունը։ Նիկոլ Փաշինյանն էր խուսափել մասնակցել քաղաքաշարժին եւ այլն։ Եվ տեխնացում էր մաքսիմալ տարանջատել ԿՊ-ից, պաստառի վրա անգամ ցուցանակը չկար։ Նույնիսկ Երևանը վեսենք, երբ որ այն ժամանակ իշխանության վարկանշը ավելի բաց էր եւ այլն, բայց նույնիսկ Երևանի ժամանակ ընդդիմությունը, եթե որոշ խաղացողներ իրենց ճիշտ պահեին, հնարավորություններ ընդդիմադիր քաղաքապետ ունենալու։ Դա եմ ասում, մենք տեսնում ենք, որ նույնիսկ այս արտաքին աջակցության ֆոնին եւ այլն հասարակության մեծ մասը դեմ է իշխանության։ Այլ հաց է թե կհաջողվի Նիկոլ Փաշինյանին վախեցնել մարդկանց, հիասթափեցնել մարդկանց, որովհետեւ մարդիկ չգան եւ այդ ընտրողների ներկայությունից է կախվածնելու իմ կարծիքով ընտրությունների արդյունքը շատ եկան իշխանության պարտվելու հավանականությունը ավելի մեծ է։ Քիչ եկան ընտրողները ցավոք սրտի այդ ժամանակ ադմին ռեսուրսը եւ ընդդիմադիր այդ
իշխանական այդ ընտրազանգվածը կարող են վճռոշ լինել դա։ Հնարավորությունը կա առնվազն իշխանափոխության Այո, ես հավատում եմ, որ դա շատ հավանական է։ Դա կրկնեմ, տեսեք, եթե այդպես լիներ, այսքան բռնաճնշումներ չէր լինի, այսպիսի սպառնալիքներ պատերազմով չեն, եթե օրինակ լիներ ինչպես 21 թվականին, շատ ավելի մեղմ այսպես ամեն ինչ կգնա, ժողովրդավար եւ այլն։ Բայց մենք տեսնում ենք, չէ՞ որ մի բան ստիպում է այս իշխանությանը գնալ այսպիսի քայլերի։ Նշանակում է նրանք էլ այդքան վստահ չեն արդյունքի մեջ։ Չնայած 65%-ի մասին են խոսում, նման բան կարող է տեղի ունենալ։ Դա էլ է, տեսեք, դա էլ է հետաքրքիր։ Հիմա ոնց հասկանում ենք, իշխանությունը հասկանում է, որ համապետական հանրակրվեւ չի կարողանա համապետությունը փոխել եւ չեն բացառում, որպեսզի չակերտավոր մեր ժողովրդավար իշխանությունները փոխեն ժողովրդի մեջքի հետևը այդ խորհրդարանով դա անեն, որպեսզի ռիսկի չընտարկեն իրենց այդ խոստումները արտաքին խաղացողներին։ Շնորհակալ եմ, պարոն Խալացյան։ Շնորհակալ։ Օրակարգն այսօր այսպիսին էր, այն ամփոփեցինք քաղաքագետ Հայկ Խալացյանի հետ։ Կհանդիպենք։